Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի նոյեմբեր ամսվա տարրո կանխատեսումը այծեղջյուր նշանի համար։ Սիրելի այծեղջյուրներ, հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլոր այծեղջյուրներն իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր ոլորտներում, տարբեր դրսևորումներով, քանի որ այս տարրո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարրո կանխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի այծեղջյուրներ, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ հստակ որոշմամբ։ Թե որ ոլորտում կլինի այս հստակ որոշումը, ամեն մի այծեղջյուր մի ձևով է զգալու, բայց կարծես ինչ-որ բան հստակ կորոշեք, ինչ-որ նոր գործ սկսելու համար, կամ գուցե մինչ այս անելանելի իրավիճակ կար ձեր կյանքում, արդեն հստակ իմանաք, թե ինչպես դուրս գալ այդ անելանելի իրավիճակից։ Այս քարտը կարող է խոսել նաև վիրահատության մասին, իհարկե սա բոլոր այծեղջյուրներին չի վերաբերվում, բայց հնարավոր է նաև նման ինչ-որ իրավիճակ ստեղծվի։ Ամսվա ընթացքում շատ ծանրաբեռնված կլինեք, ավելի շատ հոգս կվերցնեք ձեզ վրա, կարծես ձեր շրջապատին ազատելով ինչ-որ հոգսերից, բայց ինքներդ շատ կծանրաբեռնվեք, այնպես որ սիրելի ընկերներ, լավ կլինի, որ հետևեք ձեր առողջությանը և չափից ավելի շատ պատասխանատվություն ձեր վրա չվերցնեք։ Որևէ բան ձեր կյանքում հաջողությամբ ավարտ կունենա։ Թե որ ոլորտում կլինի այս ավարտը, կրկին ամեն մեկը մի ձևով կզգա, բայց շատ լավ դրական ավարտի մասին է խոսքը։ Ինչ որ նորություն գուցե իմանաք, ինչը ձեզ հանգստություն կբերի, խոսքը ավելի շատ ընտանեկան, ինչ որ հաջողության, երջանկության մասին է։ Ինչ որ բան, սիրելի այծեղջյուրներ, ձեր պլանավորածով չի գնա։ Ձեր պլանները կխափանվեն։ Դա չի նշանակում, որ չի ստացվի իրականացնել, ուղղակի ձեր պլանավորած ձևով այն չի ստացվի իրականացնել։ Ինչ որ անսպասելի իրավիճակ կարող է ստեղծվել, այնպես որ զգույշ եղեք, սիրելի այծեղջյուրներ։ Ամիսը ձեզ համար կավարտվի որևէ հանդիպմամբ կամ որևէ համագործակցությամբ, ամեն մեկը մի ձևով կզգա։ Բայց որ այս քարտի էներգիան հանդիպումն է, համագործակցությունն է, շփումն է, կարծես ինչ որ բանով որևէ մեկի հետ պետք է փոխանակվեք, գուցե գիտելիքով, գուցե նվերով, գուցե գումարով, տարբեր կլինի, բայց ինչ որ մեկի հետ հանդիպում կամ համագործակցություն կլինի։ Այժմ նորալուսնի և լիալուսնի հետ կապված, լիալուսինը կլինի ամսի 5-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կթողնի, ցուլ նշանում է լինելու լիալուսինը և դա ձեր 5-րդ տունն է, այստեղ հիանալի դրական քարտ է դուրս եկել, ինչը որ մեզ ասում է նոր հարաբերությունների մասին, խոսքը սիրային հարաբերությունների մասին է, կարծում եմ, որ շատ այծեղջյուրներ գուցե սիրահարվեն, նոր հարաբերություններ սկսվի, կամ հնարավոր է օրինակ ձեր բիզնեսը բացեք, ինչը ձեզ համար շատ կարևոր էր ու այսպես դրական էմոցիոնալ սկիզբ լինի ձեզ համար, կամ կարող է այս դրական սկիզբը պայմանավորված լինել նաև ձեր երեխաների հետ կամ նրանց կյանքում։ Եվ նորալուսին ենք ունենալու ամսի 20-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Այստեղ սիրելի այծեղջյուրներ, եղեք շատ զգույշ, առողջական խնդիրներ կարող են ի հայտ գալ։ Գուցե առողջական խնդիրներով պայմանավորված մի քանի օր, օրինակ գնաք հիվանդանոց, բժշկի, զննում անցնեք կամ դրանով պայմանավորված տանը լինեք, այնպես որ առողջության թեման այս ամսում ձեզ համար մի փոքր լարված է, զգույշ եղեք և հետևեք ձեր առողջությանը։ Այսքանը սիրելի ընկերներ կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։